Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան, նախատեսված է հանդիպում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո Հայաստանի և Լեհաստանի վարչապետները լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը իրան շարունակվում է, կայացել են նրա հանդիպումները Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ, քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերություններին, նաև պաշտպանության ոլորտում գործակցությանը վերաբերող հարցեր։ Հունաստան կատարած պետական այցի ընթացքում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել հունական հեղինակավոր Մանիֆեստո պարբերականին, խոսել Հայաստանի վարած արտաքին քաղաքականության և Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Հայաստանը հավատարիմ է մնում մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին, այս մասին Ժնևում հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի շրջանակում անցկացված միջոցառման ժամանակ նախարարը ներկայացրել է Հայաստանի հաշվետվողականությունը ամրապնդող Ալ-Նեմրա թվային գործիքը։ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է էկոպարեկային ծառայության և բուսասանիտարիայի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այսօր ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ապրիլի 1-ից կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, Հայաստան ներկրվող ադրբեջանական բենզինին, նաև Հայաստանի տնտեսական աճին ու հարակից այլ հարցերի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան։ Նախատեսված է հանդիպում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո Հայաստանի և Լեհաստանի վարչապետները լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով։ Փաշինյանին կընդունեն նաև նախագահ Կարոլ Նավրոցկին և Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա-Պլոնսկայան։ Պաշտպանության Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը իրան շարունակվում է, կայացել է նրա հանդիպումը Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Նախարար Պապիկյանը Փեզեշքյանին է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը։ Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Քննարկվել են Հայաստան-Իրան գործակցությանը, այդ թվում պաշտպանության ոլորտում գործակցությանը վերաբերող հարցեր։ Նախարար Պապիկյանը ընդգծել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը։ Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, նաև Հայաստան-Իրան երկկողմ գործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Նախարար Պապիկյանը կարևորել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Զրուցակիցները անդրադարձել են նաև Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին։ Հունաստան կատարած պետական այցի ընթացքում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել հունական հեղինակավոր Մանիֆեստո պարբերականին, խոսել Հայաստանի վարած արտաքին քաղաքականության և Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև հայ-հունական հարաբերություններին։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստան կատարած պետական այցի ընթացքում հարցազրույց է տվել այդ երկրի հեղինակավոր Մանիֆեստո պարբերականին։ Նախագահը անդրադարձ է կատարել ինչպես հայ-հունական հարաբերություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը, այնպես էլ թրիփ նախագծին։ Խաչատուրյանը խոսել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված դժվարին իրավիճակների և իշխանության, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի համարձակ որոշումների մասին, որով փորձ է արվում Բաքվի հետ հասնել խաղաղության համաձայնագրի կնքման և հարաբերությունների կարգավորման Թուրքիայի հետ, այլ կերպ ասած բարիդրացիական հարաբերություններ բոլոր հարևանների հետ գտնելու, տնտեսական շրջափակումից դուրս գալու ուղիներ։ Համարձակ որոշումների շարքից նախագահը առանձնացրել է նաև Հայաստանի որդեգրած բալանսավորված և բալանսավորման քաղաքականությունը, դիվերսիֆիկացիան ռազմական և ռազմավարական ուղղություններով։ Պարբերականի հարցին ի պատասխան, թե արդյոք հունիսի 7-ի ընտրություններից հետո նախատեսված հանրաքվեն Ադրբեջանի նախագահ Ալիևի պահանջի կատարում չէ, որտեղ ըստ Ադրբեջանի նախագահի Ղարաբաղի մասով պահանջ կա, Հայաստանի նախագահը նշում է.
Օգոստոսի 8-ի իրադարձությունները երկար նախապատրաստության արդյունք էին, եւ 1995 թվականի սահմանադրական դրույթը երբեք գործնականում չի կիրառվել։ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն հարցը դեռ քննարկումների օրակարգում է եւ լուծումներ կգտնվեն։ Վերջինս ընդգծել է, որ թեև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը նուրբ է եւ հատկապես Սփյուռքում մարդիկ հարցի շուրջ տարբեր դիրքորոշումներ ունեն, բայց հանդիպումների արդյունքում նրանց մտահոգությունները Հայաստանի ղեկավարների կողմից փարատվում են։ Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին նախագահը ընդգծեց, որ այստեղ նույնպես դրական տեղաշարժեր կան, մասնավորապես Հայաստանի վարչապետի եւ Թուրքիայի նախագահի հանդիպումից հետո։ Հաջորդ կարևոր անդրադարձը, որը կատարել է նախագահը, նախորդ տարի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում Փաշինյանի եւ Ալիևի միջև համաձայնագրի նախաստորագրումն ու թրիփ տնտեսական նախագիծն է, որը Հայաստանի եւ տարածաշրջանի համար բացում է նոր հորիզոններ եւ հնարավորություններ տնտեսական եւ ռազմավարական առումով։ Հայաստանը դրական է գնահատում ԱՄՆ-ի միջնորդական նախաձեռնությունները եւ խաղաղության նախագծերը։ Հայաստանը եւ Ադրբեջանը Վաշինգտոնում դարձան խաղաղության գործընթացի մաս, եւ դա օրինակ կարող է լինել նաեւ այլ հակամարտությունների, նույնիսկ Գազայում խաղաղություն հաստատելու համար։ Նախագահը խոսել է նաև հայ-հունական հարաբերությունների մասին։ Վերջինս ընդգծել է, որ երկու երկրների կապերը հիմնված են երկու ժողովուրդների բարեկամության, քրիստոնեական ընդհանուր ինքնության եւ ցավոտ պատմության վրա։ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստան, Հունաստան, Կիպրոս եռակողմ ձևաչափը միջազգային հարթակներում միմյանց աջակցելու առումով հաստատված ամուր կապերի թերևս լավագույն արտացոլումն է։ Պատմական իրականությունը մեզ պարտադրում է լինել ընկերներ։ Մենք ավելի շատ հնարավորություններ ունենք միմյանց հասկանալու։ Սա է մեր պատմական հիշողությունը, բայց ամենակարևորը չդառնալ պատմական հիշողության գերիներ, չկտրվել իրականությունից։ Հունաստանը կարողացել է խաղաղ ապրել հարևանների հետ եւ զարգացնել տնտեսական հարաբերություններ, եւ նույնը պետք է անի նաեւ Հայաստանը, խաղաղությունը դարձնելով իրականություն։ Վահագն Խաչատուրյանը Հունաստան պետական երրորդյա այցի ընթացքում հանդիպել է այդ երկրի նախագահի խորհրդարանի խոսնակի հետ։ Հանդիպումների ընթացքում նախագահը բարեկամ Հունաստանի ղեկավարներին ներկայացրել է Հարավային Կովկասում ներկա իրավիճակն ու Հայաստանի ջանքերն ուղղված հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը։ Հայաստանը հավատարիմ է մնում մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին, այս մասին Ժնևում հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի շրջանակում անցկացված միջոցառման ժամանակ։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի հաշվետվողականությունը ամրապնդող Ալ-Նեմրա թվային գործիքը, անդրադարձել զինաթափման ու միջուկային անվտանգության օրակարգին, նաև ունեցել հանդիպումներ միջազգային գործընկերների հետ, քննարկել մարդու իրավունքների պաշտպանության եւ տարածաշրջանային գործընկերության վերաբերող հարցեր։ Հայաստանը հավատարիմ է մնում մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին։ Այս մասին մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի ընթացքում մարդու իրավունքների իրականացման գործում համակարգվածության եւ հետեւողականության բարելավումը թեմայի գործիքակազմի միջոցով խորագրի ներքո անցկացված միջոցառման ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարի խոսքով Մարդու իրավունքների պաշտպանության գործում առանցքային է ոչ միայն հայտարարած հանձնարարություններն են, այլ դրանց իրականացումն ու հետևողական քայլերը, որոնք պետք է վերածվեն կոնկրետ քաղաքականության եւ չափելի արդյունքների։ Հենց իրականացումն ու հետևողական քայլերն են վստահություն հաղորդում մեր աշխատանքին։ Միջոցառումը համատեղ կազմակերպվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության եւ Մարդու իրավունքների դայնական ինստիտուտի կողմից։ Միրզոյանը կարևորել է հաշվետվողականության ամրապնդումը, այն դիտարկելով որպես ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, նաեւ ՄԱԿ կանոնադրությանը եւ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներին Հայաստանի ավելի լայն հանձնառության բաղադրիչ։ Նրա ներկայացմամբ 2024 թվականին վարչապետի հրամանագրով Հայաստանում ներդրվել է մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմ, անցում կատարելով հատվածական ու ժամանակավոր մոտեցումներից դեպի կառուցվածքային եւ շարունակական իրականացում։ 2025 թվականի դեկտեմբերին նախարարի խոսքով գործարկվել է նաեւ այդ մեխանիզմը սպասարկող հատուկ թվային հարթակ Հայաստանի մոնիթորինգի եւ հաշվետվողականության ինստիտուցիոնալ ցանցը AI-Nemran։ Նոր գործիքը Հայաստանի մոնիտորինգի եւ հաշվետվողականության ինստիտուցիոնալ ցանցը AI-Nemran այն հարթակն է, որը առաջարկությունները մեկ հստակ եւ որոնելի շրջանակում համախմբելով բարձրացնում է համակարգվածությունը եւ հեշտացնում հետեւողականությունը։ Բացման խոսքին հաջորդել է պանելային քննարկում, որին մասնակցել են արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Մարդու իրավունքների դայնական ինստիտուտի ներկայացուցիչներ, ՄԱԿ երեխաների իրավունքների հարցերով կոմիտեի եւ ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներ։
Նախարարի տեղակալը ներկայացրել է AI Nemra թվային գործիքի մշակման տրամաբանությունն ու կիրառման նշանակությունը, որպես մարդու իրավունքների հանձնառությունների իրականացման նկատմամբ վերահսկողություն ու միջգերատեսչական համակարգում ուժեղացող մեխանիզմ։ Ժնևում Միրզոյանն ավելի վաղ մասնակցել է նաև զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածին, ելույթ ունենալով դիտորդ պետության կարգավիճակով։ Նախարարը շեշտել է, որ աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում համաժողովը պետք է հաղթահարի երկարամյա ընթացակարգային փակուղիները եւ դրսեւորի նորացված քաղաքական կամք։ Նա նշել է, որ 2026 թվականը կարևոր է լինելու, քանի որ պետությունները կհամախմբվեն միջուկային զենքի չտարածման պայմանագրի 11-րդ վերանայման համաժողովի շրջանակում, իսկ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը, ընդգծելով 3 հիմնասյուների՝ չտարածման, զինաթափման եւ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հավասարակշռված իրականացումը։ Սպառազինությունների վերահսկման ռեժիմները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ իրականացվում են բարեխղճորեն եւ հիմնարար սկզբունքների հիման վրա։ Այս սկզբունքներն անփոխարինելի են սպառազինությունների ապակայունացնող մրցավազքի կանխարգելման տեսանկյունից։ Անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում արձանագրված բեկումնային առաջընթացից հետո Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի կողմից եւ Միացյալ Նահանգների նախագահի վկայությամբ համատեղ հռչակագրի ստորագրմամբ Հարավային Կովկասում բացվել է խաղաղության, բարգավաճման եւ տարածաշրջանային գործակցության նոր էջ։ Ներկայիս պայմաններն իրական հնարավորություն են ընձեռնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև զարգացնելու փոխկապակցվածությունը, առևտուրը եւ վստահության ամրապնդման միջոցները, որոնք կարող են էական դեր ունենալ խաղաղության, փոխվստահության խորացման եւ տարածաշրջանային համագործակցության խթանման գործում։ Միրզոյանը նաև շեշտել է, որ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ կիրառումը մնում է Հայաստանի առաջնահերթություններից։ Հայաստանի ատոմային էլեկտրակայանների շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը, իսկ կառավարությունն ուսումնասիրում է նոր էներգաբլոկի տարբերակներ։ Մենք ուսումնասիրում ենք սահուն եւ անվտանգ անցման հնարավորությունները դեպի նոր միջուկային էներգաբլոկ, մանրակրկիտ դիտարկելով փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիական տարբերակները, հիմնվելով հուսալիության եւ միջուկային անվտանգության բարձր չափանիշների վրա։ Ելույթում անդրադարձ է եղել նաև ռազմական ոլորտում արհեստական բանականության արագ զարգացմանը։ Նախարարն ընդգծել է, միջազգային մարդասիրական իրավունքը վերաբերում է բոլոր զինատեսակներին, այդ թվում արհեստական բանականության եւ ինքնավար գործառույթներ ներկրող համակարգերին, իսկ մահաբեր ինքնավար համակարգերի պարագայում, երբ հնարավոր չէ վստահելիորեն ապահովել տարբերակման, համաչափության եւ նախազգուշության սկզբունքները, անհրաժեշտ են պատշաճ կարգավորումներ, ներառյալ սահմանափակումներ։ Միրզոյանը նաև կարևորել է իմաստալի մարդկային վերահսկողության սկզբունքը, ուժի կիրառման վերաբերյալ որոշումները չպետք է փոխանցվեն մեքենաներին։ Ժնևում օրակարգի շրջանակում Արարատ Միրզոյանը մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել Ռուանդայի արտաքին գործերի եւ միջազգային գործակցության նախարար Օլիվիե Նդուհունգիրի, ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի, Շվեյցարիայի համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։ Այս պաշտոնյաների հետ հանդիպման առանցքում են եղել մարդու իրավունքների միջազգային համակարգի արդի մարտահրավերները, գործակցության հիմնարար ուղղությունները, Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, երկկողմ գործընկերության զարգացման հեռանկարները, նաև միջազգային ձևաչափում գործակցությունը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Մարտի 1-ի գործով ձերբակալել են Հովհաննես Թամամյանին։ Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Թամամյանը առանց որևէ հիմնավորման 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից EA-ին եւ տեղափոխել ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Դրանից անմիջապես հետո ոստիկանության ծառայողները կատարել են ակնհայտորեն իրենց պաշտոնեական լիազորություններից չբխող եւ դրանց շրջանակից դուրս սարարք։ Թամամյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում պաշտոնեական լիազորությունները անցնելուն դրդելու համար։ Նախաքննությունը շարունակվում է։ Ոստիկանության ծառայողները հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ են բացահայտել 4 անձ ձերբակալվել է։ Այս մասին տեղեկանում ենք ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նշելով, որ Միացյալ Նահանգների իրավապահների հետ գործակցության ընթացքում շարունակվում է ենթադրյալ հանցավոր մեխանիզմի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով։
Համակարգչային տեխնիկայի կիրառմամբ հանցավոր գործունեություն իրականացնող անձինք եւ կազմակերպությունները քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսադաշտում են։ Վարչությունում ստացված հերթական օպերատիվ տեղեկությունը մայրաքաղաքի Պարոնյան փողոցի հասցեներից մեկի կիսանկողային հարկում գործող գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձանց հանցավոր գործունեության վերաբերյալ էր։ Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ վարձակալելով Երևան քաղաքի Պարոնյան փողոցում գտնվող կիսանկողային գրասենյակային նշանակության տարածքը, այն կահավորել են հատուկ համակարգչային տեխնիկայում եւ դրանցում ներբեռնված հատուկ ծրագրակազմերի կիրառմամբ կատարել նամակագրություն, ինչպես նաեւ հեռախոսազանգեր ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում բեռնափոխադրման գործընթաց իրականացնող անձանց հետ, որոնց առաջարկել իրականացնել բեռնափոխադրում տարբեր ապրանքների համար։ Հիշյալ գործընթացի ընթացքում ենթադրյալ հանցավոր մեխանիզմը կիրառող անձինք իրենց վստահված ուղեբեռը հափշտակել են եւ այն տեղափոխել այլ հասցե, որը հետագայում վաճառվել է տարբեր երկրներում։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց ինքնությունը։ Պարզվել է, որ խմբի տարբեր անդամներ պարբերաբար այցելել են նշված հասցե եւ գործունեության դիմաց վարձատրվել կանխիկ ԱՄՆ դոլարով։ Իրականացված միջոցառումների արդյունքում քննչական կոմիտե է ներկայացվել առերևույթ հանցագործության մասին հաղորդում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ փետրվարի 20-ին քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները Երևան քաղաքի քննչական վարչության գործընկերների հետ համատեղ դատարանի որոշմամբ մայրաքաղաքի Պարոնյան փողոցի հասցեներից մեկի կիսանկողային հարկում գտնվող գրասենյակում իրականացրել են անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի թվային տեղեկություններ ենթադրյալ բեռնափոխադրման գործընթացը կազմակերպելու վերաբերյալ, ինչպես նաև բջջային հեռախոսներ, որոնք օգտագործվել են բեռնափոխադրման գործընթացը ապահովելու նպատակով, հայտնաբերված ամբողջ համակարգչային տեխնիկան առգրավվել է եւ փոխանցվել է քննչական մարմնին հետագա նախաքննական գործողություններ իրականացնելու նպատակով։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 4 անձ ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն։ Քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը համագործակցում է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ ենթադրյալ հանցավոր մեխանիզմի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է էկոպարեկային ծառայության եւ բուսասանիտարիայի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում քննարկվեց օրակարգային երկու հարց՝ էկոպարեկային ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, բուսասանիտարիայի մասին օրենքում լրացում եւ փոփոխություններ, լիցենզավորման մասին օրենքում լրացում, գործունեության իրականացման ծանուցման մասին օրենքում փոփոխություն եւ պետական турքի մասին օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագծեր։ Օրակարգային առաջին հարցի զեկույցը վերապահված է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանին։ Ըստ նրա նախագծի փոփոխությամբ առաջարկվում է էկոպարեկների մասնակցությունը պետական անտառներում, անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, կենսաբազմազանության, բուսական եւ կենդանական աշխարհի մոնիթորինգի իրականացման գործընթացին։ Նախարարի տեղակալի խոսքով նախագծի հիմնական նպատակն է անտառներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում ծառայության կողմից դիտարկումներ, հետազոտություններ եւ գնահատումներ իրականացնել կենսաբազմազանության ոլորտում։ Ստացվում է, որ մենք ունենք մի կառույց, որը իր ամբողջ ժամանակը անցկացնում է բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառներում, շփվում է կենսաբազմազանության հետ, պահպանում է այն, եւ մենք ունենք մի շատ մեծ ռեսուրս, որպեսզի նաեւ կենսաբազմազանության մոնիտորինգ իրականացնենք, քանի որ էկոպարեկային ծառայողները նաեւ շրջում են այդ տարածքներում։ Պաշտոնյանն առանձնացրեց նաեւ նախագծի երկրորդ եւ հիմնական դրույթներից մեկը, որը վերաբերում էր էկոպարեկային ծառայության սերտ գործակցությունը համայնքների հետ։ Առաջարկվող նախագծով համայնքները կարող են տեղեկացված լինել էկոպարեկային ծառայության աշխատանքներին եւ իրենց համայնքում բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններին։ Ինչ փոփոխություններ են կատարվում, օրինակ
տվյալ պահպանվող տարածքում կամ տվյալ անտառում էկոպարեկային ծառայողները իրազեկում իրականացնեն, դա կլինի թե էկոկրթություն, թե ուղղակի ինֆորմացիայի իրազեկում իրականացնեն։ Հարցի զեկուցումից հետո հանձնաժողովի անդամները նախարարի տեղակալից հետաքրքրվեցին ոլորտի հետ կապված էկոպարեկային ծառայության աշխատակիցների մասնագիտական որակներից, որոնք նեղ մասնագիտական հետազոտություններ իրականացնելու համար դեռ չունեն համապատասխան գիտելիքներ։ Նշեմ, որ էկոպարեկային ծառայությունը պետք է տրեյնինգ անցնի, կարճ պատասխանը սա է, որ տարբերակ են նաև են կենդանիները եւ տեսակները, բույսերը, սնկերը, որոնց պահպանությունը իրենք իրականացնում են, տրեյնինգները պարտադիր կլինեն եւ կենսաբազմազանության մոնիտորինգի ընդհանուր համակարգի մեջ էկոպարեկային ծառայությունը կլինի մի մասնիկը։ Հանձնաժողովի նիստի օրակարգային հաջորդ հարցի զեկուցող էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն էր։ Վերջինս ներկայացրեց բուսասանիտարիայի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ նախագծի, քանի որ վերջին շրջանում Հայաստանից արտահանվող հայկական ծագման ապրանքների նմուշներում որոշ երկրների կողմից հայտնաբերվել են վնասակար օրգանիզմներ, որը խաթարում եւ վնաս է հասցնում նաեւ Հայաստանի հեղինակությանը, անհրաժեշտ եւ կանխարգելիչ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն, մասնավորապես օրենքի կարգավորման տեսքով։ Նշված խնդիրների լուծման առավել արդյունավետ մեխանիզմներից մեկը հանդիսանում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծումը կամ այլ կերպ ասած ֆումիգացիան։ Օրենքի նախագծով առաջարկվում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծումը սահմանել որպես լիցենզավորման գործունեության տեսակ։ Սա հնարավորություն կտա ապահովել վարակազերծման աշխատանքների իրականացումը միայն համապատասխան մասնագիտական կարողություններ, տեխնիկական պայմաններ, թույլատրելի մեթոդներ ունեցող կազմակերպությունների կողմից։ Նշենք, որ օրակարգային երկու հարցերի մշտական հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն եւ նախագծերը կդրվեն քննարկման ազգային ժողովի լիագումար նիստում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան այսօր ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ապրիլի 1-ից կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարությանը։ Հայաստան ներկրվող ադրբեջանական բենզինին, նաև Հայաստանի տնտեսական աճին ու հարակից այլ հարցերի։ Ճեպազրույցի մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Ինչու է կառավարությունը որոշել հենց ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ մինչև 10,000 դրամով բարձրացնել կենսաթոշակը։ Դեկտեմբեր ամսին տարբեր այսօր միջազգային կազմակերպություններ կանխատեսում էին, որ Հայաստանում կլինի 5.1 կամ 5.2 կամ 6 էական չի։ Նախ 5.5, 6 էին ասում, մենք ասում էինք 6 եւ ավել տոկոս, բայց տեսակ, որ տնտեսական աճը եղավ 7.2%։ Այսինքն նախորդ տարի պլանավորված էր, որ պետք է լինի 5.1% տնտեսական աճ, եղավ 7.2% տնտեսական աճ, եւ այդ հավելյալ 2.1% տնտեսական աճը մոտավորապես մոտ 220 միլիարդ դրամ դրանցից համախառն ներքին արդյունք է։ Բնականաբար դա գեներացնում է համապատասխան հարկեր, հնարավորություններ, մենք գնահատում ենք նաեւ, որ մեր տնտեսական աճի պոտենցիալն է ավելացել եւ այլն, եւ դուք տեսաք այսօր, որ հունվար ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշն էլ հրապարակվեց եւ նորից ունենք բարձր ցուցանիշ 7.6%։ Սա մեզ հնարավորություն է տվել, որ մենք ավելացնենք թոշակներ, այսինքն եթե տնտեսական աճը չլիներ բարձր, հարկերը լավ տեմպերով չհավաքագրվեին, բնականաբար այդպիսի հնարավորությունը կլիներ սահմանափակ։ Ապրիլի 1-ից կենսաթոշակառուների համար սպասվող ֆինանսական բարելավման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը ընդդիմադիր դաշտում կարծես դժգոհություն է առաջացրել։ Ասում են, թե սա նախընտրական կաշառք է, իշխանությունից հակադարձում են։ Լրացուցիչ միայն այս 10,000 դրամը 75 միլիարդ դրամ տարեկան ծախս է։ Այսինքն միայն որ ասում ենք, որ այսքան մեր թոշակառուների ուրեմն կենսաթոշակը ավելեց 100,000 մարդու կենսաթոշակը ավելացնում ենք 10,000 դրամ, դա մոտավորապես 75 միլիարդ դրամ լրացուցիչ ծախս է։ Այս 75 միլիարդ դրամ դա տնտեսությունը աշխատել է, այդ հնարավորություն եղել է, այդքան հարկերը հավաքագրվել են։ Հետևաբար նմանօրինակ որակումները էկոնոմիկայի նախարարը համարում է սին։ Այս ընթացքում կենսաթոշակները անընդհատ ավելացել են եւ 20 տարբեր տարիների
տարբեր տարիների ավելացնել, բայց այդ ժամանակ ընտրություններին, ասենք, չգիտեմ, 2-3 տարի կամ ավել տարի է եղել։ Այդպես չի, որ ընտրությունների հետ սա կապ ունի։ Սա կապ ունի շատ ուղիղ մեր տնտեսական ցուցանիշների հետ։ Քաղաքական շահարկումների թեմաներից մեկն էլ Հայաստան ներկրվող ադրբեջանական բենզինն է։ Պապոյանի խոսքով մրցակցության արդյունքում ոլորտը բարելավվել է, վառելիքի գինը նվազել, վարորդներին հնարավորություն տալով գումար խնայել։ Ինչքան շատ բերեն, այնքան գները կիջնի ներքև։ Դրա համար, որովհետև մեր ժողովրդի մոտ դեռ դա շատ տրամաբանական է, մարդիկ ինչի պետք է օրինակ 500 կամ 500, մինչև այդ ապրանքի մուտքը Հայաստան, ես ռեգուլյար բենզին տեսել եմ 500-520 դրամով։ Հիմա եթե անգամ դեր ասած գին է, տնենք օրինակ 440 կներեք, հա, հիմա տարբերությունը, եթե 445-ը եւ եղել է օրինակ 500 դրամ, տարբերությունը եղավ 55 դրամ, 520 էլ է եղել, եղավ 75 դրամ։ Կներեք, ամեն միլիտրը 75 դրամ, 10 լիտրը եղավ 750 դրամ, ամեն 10 լիտրի մեջ 750 դրամ, եթե մարդը խնայում է։ Կամ ավելի շատ, որովհետև շատ երբ որ մեծ քանակով է գալիս, այդ օրերին էլ ավելի է էժանում։ Այդ մարդու գրպանը այդ փողը կծակի, այդ փողը ընդհակառակը այն ժամանակ մեր երկրից դուրս էր գնում։ Հիմա մնում է մեր երկրի ներսում, որովհետև մեր քաղաքացին, որ գնում է, ասում է, ինձ 10 լիտր բենզին լցրեք։ Եվ օրինակ 800 դրամ խնայում է, դա նշանակում է 800 դրամ գումար, քիչ է իր գրպանից գնում եւ իհարկե հարկերը բանը որ հանենք, կարող է պարզվի, ասենք մի քանի 100 դրամ էլ քիչ փող մեր երկրից դուրս է գալիս։ Հարցին կառավարությունն արդյոք քննարկում է, թե ներկրվող ադրբեջանական բենզինի դիմաց ինչ է Հայաստանից Ադրբեջան արտահանելու, Պապոյանը պատասխանեց. Ադրբեջանը բազմաթիվ ապրանքների ցանկ մեզատվել, որ ինքը կարող է Հայաստան արտահանի, մենք էլ իրենց, բայց դեռևս այսպես ասած չկան այնպիսի մրցակցային լրջագույն առավելություններ, իհարկե նաև հասկանալի է տարբեր տեսակի մշակույթ, հոգեբանական եւ այլն, process է, որը լինելու է, առևտուր լինելու է, ես ուղղակի վստահ եմ, որ $100 միլիոն դոլարների այնտեղ պոտենցիալ կա երկկողմ առևտրի, բայց դա ժամանակ է պահանջում։ Կառավարության քաղաքականությունը միտված Հայաստանում տնտեսական աճին ու քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը լինելու է շարունակական։ Ընդգծեց էկոնոմիկայի նախարարն ու հավելեց. սպասվելիք ընտրություններով էլ Հայաստանի քաղաքացին պետք է ամրապնդի բարեփոխումների այն օրակարգը, որը որդեգրել է գործող իշխանությունը։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը Հայաստանը եւ եւս 50 երկիր մակում ձեռնպահ են քվեարկել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X հարթակում շնորհակալություն է հայտնել այն 107 երկրներին, որոնք աջակցել են Կիևին։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է աջակցություն Ուկրաինայում երկարատև խաղաղության բանաձևը, որը կոչ է անում արդար եւ կայուն խաղաղության Ուկրաինայում միաժամանակ մերժելով Միացյալ Նահանգների կողմից վերջին պահին ներկայացված առաջարկը նախագծի տեքստից ջնջելու երկու կարևոր պարբերություն, որոնք վերաբերում էին երկրի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Հայաստանը ձեռնպահ քվեարկած երկրների թվում է։ Ձեռնպահ են քվեարկել նաեւ Չինաստանը, Հունգարիան, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը եւ այլ երկրներ։ Նշենք, որ Ադրբեջանը ընդհանրապես չի մասնակցել բանաձևի քվեարկությանը։ Ադրբեջանական ընդդիմությունը քննադատել է պաշտոնական Բաքվի այս քայլը, համարելով այն նվեր Ռուսաստանին։ Առավոտյան Ուկրաինայի հատուկ նշանակության գործողությունների ուժերը հարվածել են Ղրիմին, հարվածի հետևանքով ոչնչացվել է ռուսական Պանցիր S-1 զենիթահրթիռային եւ թնդանոթային համակարգը, լուրջ վնաս է հասցվել նաեւ S-400 Տրիումֆ զենիթահրթիռային համակարգին։ Ըստ տեղեկությունների հարվածը տեղի է ունեցել Սոֆիևկա գյուղի մոտակայքում Սիմֆերոպոլի եւ Գվարդեյսկոյե գյուղի միջև։ Գիշերը այստեղ լսվել են ուժեղ պայթյուններ։ Ռուսական կողմը ենթադրում է, որ Սևաստոպոլի ուղղությամբ անօդաչու սարքերը արձակել են Օդեսայի մարզից, քանի որ Օդեսայից մինչև Ղրիմ հեռավորությունը շատ փոքր է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս հաղորդագրությունը եւ չի հայտնել որևէ կորստի մասին։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։
Թուրքիայում կործանվել է F-16 կործանիչ, օդաչուն զոհվել է, այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով Բալեքերեսի 9-րդ գլխավոր ավիաբազայից մեկի ինքնաթիռի հետ ռադիոկապը հանկարծակի ընդհատվել է։ Սկսված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ կործանիչը վթարի է ենթարկվել եւ հայտնաբերվել են դրա բեկորները։ Բալեքեսիրի նահանգապետի փոխանցմամբ վթարը տեղի է ունեցել Իզմիր-Ստամբուլ ավտոմայրուղու Նայիփլի հատվածում։ Դեպքի պատճառները կպարզվեն հատուկ ստեղծված քննիչ հանձնաժողովի ուսումնասիրությունից հետո։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել, խուսափելու Ամերիկայի Միացյալ Նահանգների հնարավոր հետագա հարվածներից, սակայն դեռևս չի ստանձնել պարտավորություն երբեք միջուկային զենք չստեղծելու վերաբերյալ։ Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձում Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ նախընտրում է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն ընդգծել է, երբեք չի թույլատրի, որ ահաբեկչության գլխավոր հովանավորն ունենա միջուկային զենք։ Թրամփը նաև պնդել է, որ Իրանում վերջին ամիսներին բողոքի ցույցերի ընթացքում սպանվել է առնվազն 32,000 ցուցարար։ Կողմերը նախատեսում են փետրվարի 26-ին հանդիպել Ժնևում։ Բանակցությունների նոր փուլից առաջ Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Միացյալ Նահանգների հետ համաձայնության հասնելու համար։ Ուկրաինայի կառավարությունը պաշտոնական գրություն է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտից, քանի որ ռուսական Նովորոսիսկ նավահանգստին ուղղված հարվածներն անդրադարձել են Ղազախստանում ամերիկյան շահերի վրա։ Այս մասին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինան։ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 4-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ Ստեֆանիշինան հրաժարվել է հրապարակել դիվանագիտական հաղորդագրության մանրամասները, այն բնութագրելով որպես դեմարշ։ Նրա խոսքով փաստաթուղթը վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերին առնչվող հարվածներին եւ ուղղված չէ Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարձակումների դադարեցմանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը չի մեկնաբանել տեղեկությունը։ Հիշեցնենք, որ Ղազախստանի նավթի զգալի մասը արտահանվում է հենց Նովորոսիսկ նավահանգստով։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն F-22 Raptor կործանիչներ է տեղակայում Իսրայելի Օվդա ավիաբազայում, այս մասին հաղորդում է Clash Report-ը։ Աղբյուրի տվյալներով Իսրայելում արդեն վայրեջք են կատարել 11 ամերիկյան F-22 կործանիչներ, որոնք ժամանել են Մեծ Բրիտանիայի Լեքենհիթում տեղակայված RAF ռազմաբազայից։ Հաղորդվում է նաև, որ 12-րդ ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ վառելիքի արտահոսքի պատճառով։ Պաշտոնական աղբյուրները դեռևս չեն մեկնաբանել տեղակայման նպատակը եւ դրա ժամկետները։ Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է ճնշումներ գործադրել ազատ խոսքի նկատմամբ, արձագանքելով ռուսական լրատվամիջոցների իր դեմ քրեական գործ հարուցելու մասին տեղեկություններին։ Դուրովի խոսքով Ռուսաստանն իրեն մեղադրում է ահաբեկչությանն աջակցելու համար։ Ամեն օր իշխանությունները նոր պատրվակներ են գտնում սահմանափակելու Տելեգրամի հասանելիությունը ռուսների համար, միաժամանակ ճնշելով գաղտնիության եւ ազատ խոսքի իրավունքը, գրել է նա Տելեգրամի անալիքում։ Reuters-ի փոխանցմամբ Ռուսաստանը փորձում է արգելափակել ավելի քան 1 միլիարդ ակտիվ օգտատեր ունեցող հարթակը եւ խթանել պետության աջակցությամբ գործող Max հավելվածը, որպես Telegram-ի եւ WhatsApp-ի ազգային այլընտրանք։ Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ արտասահմանյան մեսենջերները չեն ենթարկվում ռուսական օրենքներին։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, ցտեսություն։